2025 թվականի գործնեության վերաբերյալ տարեկան զեկույցը պատգամավորներին ներկայացրեց նաև երկրի օմբուդսմենը։ Ինչպես փաստում է Անահիտ Մանասյանը, իր ղեկավարած կառույցը նախորդ տարի ակտիվ աշխատել է մարդու իրավունքների պաշտպանության բոլոր ուղղություններով։ Պաշտպանությունն իրականացվել է ստացված դիմում բողոքների հիման վրա։ Դրանց թիվը 2024-ին եղել է 19781, իսկ 2025-ին 22655։ Դիմում բողոքները վերաբերում են գրեթե բոլոր բնակավարներին, դարձյալ իրավունքների պաշտպանության հետ կապված, թե սոցիալ-տնտեսական բնակավարին, աշխատանքային իրավունքներ, կենսաթոշակի իրավունք, սոցիալական ապահովություն եւ մի շարք այլ հարցեր։ Շատ ենք դիմում բողոքներ ստանում քրեական վարույթներին առնչվող տարատեսակ հարցերի հետ կապված եւ դրանց ես ինքս թե տարեկան հաղորդման շրջանակներում, թե ազգային ժողովում զեկույցը ներկայացնելիս մանրամասն անդրադարձ կատարել եմ։ Բողոքների ցանկում մեծ թիվ են կազմում երեխաների պաշտպանությանը վերաբերող խնդիրները։ Ինչպես նշում է մարդու իրավունքների պաշտպանը, գրասենյակի օգնությանը հաճախ դիմում են հենց երեխաները։ Բավականին լուրջ են խնդիրները երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման եւ դրա հասցեավորման հարցերի առումով, ընդ որում խոսքը ոչ միայն ընտանիքից դուրս, այլ նաեւ հենց ընտանիքի ներսում երեխաների նկատմամբ բռնությանն է վերաբերում։ Օմբուդսմենը մտահոգիչ է համարում երեխաների անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ խնդիրները։ Այսօր կա մի իրավիճակ, որ երեխաների անձնական տվյալները տարբեր հարթակների միջոցով տարածվում են ու դա կատարվում է հենց ծնողների միջոցով, շեշտում է մարդու իրավունքների պաշտպանը։ Շատերը կարծում են, որ երեխան իրենց սեփականությունն է եւ երեխայի հետ կապված ցանկացած տեղեկատվություն կարող է փոխանցվել ու զգայուն չեն այս առումով մոտեցումները եւ ես շատ եմ կարեւորում, որպեսզի նախ մենք ճիշտ հանրային իրազեկումներ անենք այս հարցի հետ կապված, որպեսզի անձինք հնարավորություն ունենան հասկանալու, թե ինչպես եւ ինչ ձևով պետք է լուսաբանել կամ հաղորդակցություն վարել երեխայի իրավունքին առնչվող որևէ զգայուն հարցի հետ կապված կամ նույն ծնողավարության հմտությունները պետք է զարգացվեն, որպեսզի նույն ծնողները իմանան, թե որ պարագայում երեխայի ինչ անձնական տվյալ է ճիշտ հրապարակել, այդ թվում օրինակ նույն լուսանկարներ, տեսանյութեր եւ այլն։ Վատ վերաբերմունքի կանխարգելման շրջանակում տարվա ընթացքում եղել են բազմաթիվ այցեր տարբեր հաստատություններ, դրանց թվում են կրթօջախները, խնամքի կենտրոնները, քրեակատարողական հիմնարկները։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հանրապետության 5 մարզում ունի արագ արձագանքման ստորաբաժանումներ։ Սերտ է ազգային ժողով մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ համատեղ աշխատանքը։ Ուզում եմ հատուկ արձանագրել, որ ազգային ժողովի գրեթե բոլոր հանձնաժողովների եւ շատ падգամավորների հետ մենք շատ ակտիվ ենք եղել տարատեսակ խնդիրներ, այդ թվում մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրներ հասցեավորելու դիտանկյունից, նույն եթե այցերի եւ համանման այլ գործունեության տեսակների մասին խոսենք, մի շարք այցեր մենք ազգային ժողովի падգամավորների հետ իրականացրել ենք համատեղ ձևաչափով, մի շարք խնդիրներ համատեղ ենք փորձել հասցեավորել։ Գրասենյակի գործնեության վերաբերյալ տարեկան հաշվետվություն ամեն տարի ներկայացվում է խորհրդարանին։ 25 թվականի փաստաթղթի պարագայում որպես ձեռքբերում Անահիտ Մանասյանն առանձնացնում է հետևյալը։ Նախորդ տարի բավականին բարձր ցուցանիշ ենք ունեցել պետական մարմինների կողմից մարդու իրավունքների պաշտպանի առաջարկները կատարելու կամ մասնակի կատարելու ցուցանիշների առումով։ Եվ իհարկե այս տարեկան հաղորդումը նաև առանձնանում է նրանով, որ այստեղ մենք փորձել ենք մի շարք խնդիրների անդրադառնալ, որոնք նախկինում օրինակ չեն տեղ գտել մարդու իրավունքների պաշտպանների տարեկան հաղորդումներում, օրինակ նույն կրոնական ազատությունների հետ կապված հարցը, խոսքի ազատության իրավունքին առնչվող հարցերին ենք մի փոքր այլ դիտանկյունից անդրադարձել։ Այս փաստաթուղթը եւս քննարկումների արդյունքում падգամավորներն ընդունեցին ի գիտություն։